Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Ծնողը ուզում է ճիշտ իմանա, իր երեխեն զոհվել է, վիրավորվել է։ Անհայտ կորածների ծնողները պատասխաններ են ակնկալում, այսօր նրանց հավաքը պաշտպանության նախարարության մոտ մի քանի անգամ վերածվել է քաշքշուկի։ Unimpeded access through the Zangezur corridor. Ընդդիմությունը տարակուսում է, ինչու է Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից Ալիևից պարզաբանումներ պահանջում Զանգեզուրի միջանցք արտահայտության համար։ Ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով։ Մինչդեռ Ադրբեջանից ոչ մի արձագանք այս ելույթին չկա։ Որպես պատիժ նշանակել ազատազրկում։ Դատախազը 2.5 տարվա ազատազրկում պահանջեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար։ Դատավճիռը կլինի ուրբաթ օրը։ Փարաքարի համայնքապետի եւ նրա ընկերոջ սպանության գործով կալանավորված են դարձյալ Մերձավանում փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն ու նրա ընկերը։ Քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջայինների կիրառումը դպրոցներում։ Բացառապես կրթական նպատակներով։ Մոլդովայի նախագահի Եվրոպամետ կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում։ Պաշտպանության նախարարության շենքի մոտ առավոտից մինչ այժմ հավաքված են անհայտ կորածների հարազատները, պահանջում են հանդիպում զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի եւ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։ Ծնողները մերթընդմերթ փակում էին նախարարության հսկիչ անցակետի մուտքը, իրավիճակը օրվա ընթացքում պարբերաբար լարվում էր եւ վերածվում քաշքշուկի։ 44-օրյա պատերազմից ի վեր 191 հոգի անհետ կորած է, նրանցից 172-ը զինծառայողներ, ում անունները չկան գերիների եւ զոհերի ցուցակներում։ Արդեն 5 տարի է հարազատները տեղեկություն են փնտրում նրանց մասին դեռ ապարդյուն։ Անհետ կորած զինծառայողների ծնողներից մի քանիսը 7 ժամ սպասելուց հետո պաշտպանության նախարարության շենք հանդիպման մտան։ Այն կարճ տևեց, որովհետև այն պաշտոնյան չէր, ում հետ ուզում էին հանդիպել։ Ինչ խոսամ, ես մի մարդու հետ, որին կյանքում առաջի անգամ եմ տենում։ Ինչ խոսամ, ոչ տելևիզորով եմ տեսել, ոչ թե եմ տեսել, ոչ մի անգամ չեմ տեսել։ Այդ մարդուն ինչ հարցնեմ։ Ծնողներն այս պահին էլ չեն հեռանում նախարարության մոտից։ Ծնողը ուզում է ճիշտ իմանա, իր երեխեն զոհվել է, վիրավորվել է, մի խոսքով էլի, ուզում են իմանան։ Անհետ կորած զինծառայողների ծնողները հարցեր ունեն զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանին, հետախուզության նախկին պետին։ Ուզում ենք այդ մարդկանց պրյամո երեսներին նայելով հարցնենք, խի է տենց եղել։ Իսկ եղել է այն, որ 44-օրյա պատերազմից հետո մինչև այժմ 172 զինծառայողի ճակատագիր անհայտ է, 19 քաղաքացիական անձինք նույնպես ոչ զոհերի, ոչ էլ գերիների ցանկում չկան։ 5 տարի շարունակ ծնողները տարբեր դռներ են թակում, որևէ տեղեկություն գտնելու հույսով։ Պատերազմական դժոխքի որ հատվածում ինչ հանգամանքներում են անհետացել իրենց որդիները, ծնողները սեփական հետաքննություններն են անցկացնում։ 5 տարի անց է, 5 տարվա մեջ ոչ մի անհայտ կորածի պատասխան չեն տվել։ Բայց որ խոսցնեմ, սաղ գործ են անում, ախպեր։ Սաղ, ում տենաս կառույցներից մենք աշխատում ենք, արա, չէ, էլի չեք աշխատում։ Շաբաթօրը 44-օրյա պատերազմի տարելիցին, մինչ զոհվածների հարազատները եռաբլուրում էին, սեփական զավակներին փնտրող ծնողները պաշտպանության նախարարության շենքի առջև էին։ Այստեղ նրանց խոստացան, որ կընդունեն երկուշաբթի։ Մեր ժողովուրդը եկել իրենց երեխեքի պատասխանն են ուզում, ախպեր իրանցից ոչ փող են ուզում, ոչ գործ են ուզում, ոչ մի բան չեն ուզում։ Այդ երեխեքին տարել ես, ախպեր, պատասխանը դու վсё։ Այսօր ծնողներին տեղեկացրին մի քանի հոգու կարող է ընդունել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Նրան ծնողները տեսնել չեն ուզում։ Այսօր պիտի 30 ծնող ընդունեին, բայց ինչպես միշտ այս թույլիկ մորքուրները ոնց պատերազմ են թողե փախե, նույնը ծնողից փախեց։ Խույս են տալիս, հանդիպումը խույս են տալիս, վերջ։ Արման Սարգսյանը вообще մեզ չի էլ հետաքրքրում քուր։ Հասկացանք, որտեվ Արման Սարգսյանին բազմիցս տեսել ենք։ Մեզ հետաքրքրում էր 3 կառույցի մարդիկ, 3 պաշտոնյա մարդիկ, որ այդ մարդկանց հարցեր ունենք տալու, մենք Արման Սարգսյանին հարց չունենք տալու, ախպեր, դու ֆրցնելով գցելով ջեբներս չի կարելի, չէ։ Պաշտպանության նախարարության անցակետի մոտ իրադրությունը մի քանի անգամ լարվեց, ծնողները փորձում էին մուտքերը փակել, տեղում ավելանում էին ոստիկանական շարքերը։ Հարազատներից Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացավ։
Այսօր երկրի ղեկավարն ասում է Արցախը դա Ադրբեջան է, դա Ադրբեջանի սուվերեն տարածքն է։ Այդ դեպքում հարց, բա պաշտպանության նախարարությունը նորից իրենց, ինչի եք տանում երեխեքին Ադրբեջան։ Դե հիմա այսպես հերել եք, ցաղովի գնացեք Ադրբեջան։ Գնացեք դուք Ադրբեջան, մեր երեխեքին բերեք Ադրբեջանից։ Դուք եք ախր տարել, ես չեմ տարել։ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարցերով ազգային անվտանգության ծառայությունն է զբաղվում։ Ծնողներին այդ կառույցում բազմիցս ընդունել են, բայց նրանք կարծում են, որ պաշտպանության նախարարության այս 3 պաշտոնյաներն են, որ տվյալներ ունեն, որ կօգնեն բացահայտվի իրենց երեխաների ճակատագիրը։ Այս կառույցը տարել է մեր երեխեքին բանակ, տարել գցել է պատերազմի ամենաթեժ կետերը, ու ինքը քաշվել է։ Всё, իր միսիան ավարտվեց։ Այդ հարցերը անպատասխան մեկը չի մնալու։ Մի ամիս կլինի, մի տարի կլինի, 5 օր կլինի, 7 տարի կլինի։ Մեկ այդ հարցերի պատասխանները իրանք տալու են։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի 9-րդ կետով կողմերը պարտավորվում են համագործակցել անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման հարցով, փոխանակվել տեղեկություններով։ Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում մասունքների որոնման եւ ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարության ապահովման կարեւորությունը, որպես հաշտեցման եւ վստահության ամրապնդման միջոց։ Այս առնչությամբ համապատասխան կարգավորումները կբանակցվեն եւ մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով։ Օրեր առաջ Բաքվում էր Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենը անվտանգության միջազգային ֆորումին էր մասնակցում։ Արդյոք անհետ կորած ու գերեվարված անձանց վերաբերյալ քննարկում եղել է, հայտնի չէ։ Ծնողներն ասացին, սպասում են հանդիպման, իսկ ընդհանրապես արդեն հույս չունեն, թե կիմանան որտեղ են իրենց որդիները։ Հավատ չի եղել, չկա ու չի լինելու։ Պաշտպանության նախարարության մոտ աշխատող գործընկերս քիչ առաջ տեղեկացրեց, որ գլխավոր շտաբի պետը ի վերջո համաձայնել է ընդունել շենքի առջև առավոտից սպասող ծնողների մի խմբի հանդիպումն այս պահին էլ շարունակվում է, նորությունների մասին կտեղեկացնենք հաջորդիվ։ 3 օր է անցել ՄԱԿ-ի վեհաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթից, որով Հայաստանի վարչապետը Ադրբեջանի առաջնորդին հորդորեց պարզաբանել, ինչ է հասկանում Զանգեզուրի միջանցք ասելով։ Բաքվից դեռ ոչ մի արձագանք։ Թեև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյանն ու Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ պայմանավորվեցին, որ Սյունիքով անցնելիք ճանապարհը պիտի կոչվի Թրամփի ուղի, Ալիևը համառորեն շարունակում է այն Զանգեզուրի միջանցք անվանել անգամ միջազգային հարթակներում։ Մինչ պաշտոնական Երևանը Բաքվից պարզաբանում է ակնկալում, ընդդիմությունը տարակուսում է, ինչու պետք է Հայաստանի ինքնիշխան տարածքի մասին գնահատականը Ալիևը տա։ The assembly will hear an address by His Excellency Nikol Pashinyan, Prime Minister of Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից անցած շաբաթ օրը հորդորեց Ադրբեջանի նախագահին պարզաբանել, թե նա ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք ձևակերպումը պարբերաբար օգտագործելիս։ Միջազգային հանրության առջև ունեցած իր ելույթում Փաշինյանը պնդեց, այդ ձևակերպումը, որ երբեք Ադրբեջանի հետ բանակցություններում չի քննարկվել, Հայաստանում ընկալվում է որպես տարածքային պահանջ եւ նվազեցնում է խաղաղության նկատմամբ մարդկանց վստահությունը։ Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել ենք Վաշինգտոնի հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում այս ամբիոնից օգտագործել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա։ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում երբեք չի եղել։ Կարծում եմ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից եւ կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։ Փաշինյանի ելույթից օրեր առաջ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի նախագահը առիթը չկորցրեց եւ կրկին Հայաստանի ինքնիշխան տարածքը անվանեց Զանգեզուրի միջանցք։ Ալիևը մասնարարպես ասել էր, թե Թրամփի ուղին թրիփը, մեջբերում եմ, կապահովի անարգել անցում Զանգեզուրի միջանցքով։ Is the Trump route for international peace and prosperity, TRIP, which will ensure unimpeded access through the Zangezur corridor. Կանամ դե Զանգի Թրամփին ասում ենք, բոլոր խնդիրները ինչ կանեք ասած կզանգենք, Զանգի Թրամփին դες դա ինչ ասում։
Փաշինյանի կառավարությունում հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը շուրջ 2 տարի զբաղեցրած Էդմոն Մարուքյանի խոսքով Իլհամ Ալիևի այս պնդումը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պարզապես այդ ճանապարհը Հայաստանի տարածք չի ճանաչում։ Արա չի կարա Ալիևը գրի, որ Հայաստանի տարածքով կկապենք մեր մյուս տարածքի հետ։ Ադրբեջանն այդ տարածքը չի ճանաչում որպես Հայաստան։ Համարում է դա էքստրատերիտորիալ։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանի համոզմամբ ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի հարցադրումը Իլհամ Ալիևին ցույց է տալիս, որ անգամ համաձայնեցված տերմինների շուրջ Երևանն ու Բաքուն ընդհանուր ընկալում չունեն։ Պարզ հարց է առաջանում, եթե այս տերմինների, օգտագործվող տերմինների մասին իրենք չունեն պայմանավորվածություններ եւ չունեն նույն ընկալումները, ինչ խաղաղության դարաշրջանի մասին են մեզ ավետում ամեն անգամ։ Ինչպես է թրիփի նախագիծը իրագործվելու, ինչպես է Հայաստանը Ադրբեջանի անխոչնդոտ անցումը ապահովելու եւ ինչպես է դրսեւորվելու Հայաստանի համար փոխադարձ առավելություններով հաղորդակցությունը։ Այս հարցերի շուրջ հստակություն դեռ չկա։ Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանի համոզմամբ Թրամփի ուղու գործարկման շուրջ առարկայական քննարկումները Թուրքիան եւ Ադրբեջանը կսկսեն հաջորդ տարվա հունիսից, այսինքն 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո, քանի որ երբ այդ աշխատանքները սկսվեն, ապա հասարակության համար պարզ է դառնալու, որ խոսքն իրականում հենց միջանցքի մասին է։ Այս ամեն ինչ է խապկանքը նրա համար, հա։ Պարզա Ալիևն ու Էրդողանը հանգիստ են տալու մինչև հունիս, ոչ մի բանը չեն հիմա անել իմպլեմենտացիա։ Խի, որովհետև հիմա այն իմպլեմենտացիան հենց են անել, գմփունը դուրս է գալու։ Խի, որովհետև պարզվելու է, որ դա միջանց կա։ Հիմա որպեսի այդ բազարն, այսպես ասած, հիմա չտարակի, հիմա ասած դու մի հատ պարզաբանի, չէ որ այսքան բերկրանքը, այս պոզիտիվը, այս մի հզորը զարգացումը, ինքնիշխանը բանը, այսպես բաներ են խոսալու, հետո կգա որ փորձի վերընտրվի, հետո արդեն կգան տղեկ։ Վարչապետ Փաշինյանը ՄԱԿ-ի իր ելույթում նաև տարակուսած էր, ինչու է Ալիևը խոսում Հայաստանի կապիտուլյացիայից եւ ագրեսիվ ձևակերպումներ օգտագործում։ Ընդամենը անցած ամիս խաղաղության պայմանագիրը նախաստորագրած Ադրբեջանի նախագահը անցած շաբաթ ՄԱԿ-ում կրկին մեղադրեց Հայաստանին էթնիկ զտումների եւ ռազմական հանցագործությունների մեջ։ Հպարտացավ, թե Ադրբեջանը հաղթել է եւ ռազմի դաշտում եւ խաղաղությունն ամրագրելիս, կապիտուլյացիայի ենթարկելով Հայաստանին։ Միթե խաղաղությունը բավարար բերկրանք եւ բավարարվածություն չի պատճառում։ Ինձ օրինակ պատճառում է։ Գերիները ընդ բանտեր եմ նստած դու գտեղ բերկրանքը, մենք բերկրանք ենք ապրում, ինչից է բերկրանքը ապրում։ Իդեպ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում անդրադարձավ նաև Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին, սակայն օգտագործեց երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձինք ձևակերպումը։ Եվ երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը, որը նույնպես մեր ամենօրյա աշխատանքային օրակարգի մաս է։ Ինչու է Փաշինյանը խուսափում ռազմագերի կամ գերիներ ձևակերպումից, հարցնում է ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Դաշնակցական падգամավորին Փաշինյանի այս մոտեցումը հիշեցնում է հայոց ցեղասպանություն եզրույթը շրջանցող եւ այլ որակումներ տվող որոշ երկրների պահվածքը։ Տպավորություն է, որ արգելված է Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչներին ուղիղ խոսել այս թեմայի մասին։ Այս տերմինը չօգտագործել եւ այդ պահանջը չբարձրաձայնելը օգուտ է միայն Իլհամ Ալիևին։ Արձագանքելով իր հասցեին քննադատություններին, թե իշխանությունը ժողովրդին խաբում է խաղաղության մասին կեղծ պնդումներով, Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցող Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում պնդեց, կփորձի ապացուցել հակառակը։ Եվ թույլ տվեք համոզմունք արտահայտել, որ մենք կապացուցենք հակառակը։ Խաղաղությունը կրկին համեմատելով նոր ծնված երեխայի հետ, որն ընդամենը 1 ամիս 21 օրական է, Փաշինյանը հիշեցրեց ժողովրդական խոսքը, թե երեխան հիվանդանալով է մեծանում։ Այս երեխան էլ է հիվանդանալով մեծանալու, գրիպ անգնելու, մրսելու է, ջերմությունը բարձրանալու է, ընկնելու է, հա? Երեխան տեսեք ոչ մի ամբուժելի հիվանդությամբ վարակված չի, ես դες կարող եմ դա վստահեցնել։ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ խոսել է Թրամփի ուղու մասին, նշելով, որ կոնկրետ պայմանավորվածություններ ամերիկյան կողմի հետ դեռ չկան, բայց ճանապարհը ԱՄՆ նախագահի օրակարգում է։ Թրամփի ուղու կառուցմանն ու գործարկմանը մասնակցելու համար երրորդ երկրները պետք է ոչ միայն Հայաստանի, այլև Միացյալ Նահանգների համաձայնությունը ստանան, այսօր հայտարարեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը միաժամանակ չբացառեց, ավելին ցանկալի համարեց մասնավորապես Եվրամիության ներգրավվածությունը, միաժամանակ շեշտելով, որ դրան պետք է նաև Վաշինգտոնը կանաչ լույս վառի։ Թրիփ ուղին քննարկումը Հայաստան Միացյալ Նահանգներ երկկողմ ձևաչափով։
Երրորդ կարա ներգրավի ցանկացած երրորդ կողմ, որի շուրջ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ձեռք կբերեն համաձայնություն։ Իհարկե մենք շատ գրգռված ենք Եվրամիությունը մեզ համար վստահելի գործընկեր է, եւ մենք շատ գրգռված ենք, որ մեզ համար վստահելի ավելի ու ավելի շատ գործընկերներ ներգրավեն, բայց ելի զուտ կոռեկտության առումով ֆիքսվել է, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգներն են թեման քննարկում եւ երրորդ կողմերը կարող են ներգրավել երկու կողմերի համաձայնության դեպքում։ Եվրամիությունը ողջունել էր Վաշինգտոնյան համաձայնությունները, պատրաստակամություն հայտնելով օժանդակել դրանց կայացմանը։ Կառույցն օրեր առաջ վերահաստատեց Հայաստանին ևս 200 միլիոն եվրոյի աջակցությունը դիմակայունության համար։ Հայաստանյան որոշ քաղաքական ուժեր կառավարությանը կոչ են անում Միացյալ Նահանգներից բացի նաև համաշխարհային դերակատարների ներգրավել տարածաշրջանի ապաշրջափակմանը, ապահովելու ուժերի հավասարակշռություն։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած Հայ ազգային կոնգրեսում օրինակ համոզված են, որ առանց BRICS-ի անդամ երկրների ապաշրջափակման փոխարեն միայն Ադրբեջանը Հայաստանի տարածքով կստանա ճանապարհ։ Միակողմանի գործարք է առաջարկում աշխարհաքաղաքական առումով, անտեսելով հզորացող այնպիսի աշխարհաքաղաքական բևեռի եւ միավորման շահերը, ինչպիսին է BRICS-ը։ Այնտեղ մենք ունենք ըստ էության ռազմավարական դաշնակիցներ, իդեմս Ռուսաստանի եւ Հնդկաստանի, այնտեղ մենք ունենք ռազմավարական գործընկերներ, իդեմս Չինաստանի եւ Իրանի, եւ այդ մի ամբողջ աշխարհաքաղաքական մեծ խաղացողի կոմպոնենտի դերը ընդհանրապես նսեմացված է։ Ինչը ըստ Լևոն Զուրաբյանի մեծ ական է դնում խաղաղության գործընթացի տակ, որովհետև ամեն ինչ թողնված է Թրամփի հայեցողությանը։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը արձագանքելով այս դիտարկմանը, օրերս ասել էր, թե Թրամփի ուղին Երևանի առաջարկած խաղաղության խաչմերուկի մի մասն է։ Բայց միայն թրիփը չի խաղաղության խաչմերուկը։ Խաղաղության խաչմերուկը ենթադրում է կապ արևելքի եւ արևմուտքի միջեւ, հյուսիսի եւ հարավի միջեւ, նույն օրինակ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում։ Ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կոմունիկացիաներն են բացվում եւ ոչ միայն օրինակ Ադրբեջանը կարողանալու է Հայաստանի տարածքով երրորդ երկրներ գնալ եւ Հայաստանը կարողանալու է Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներ գնալ, բայց նաեւ օրինակ Իրանը Նախիջևանի եւ Հայաստանի միջոցով եւ հետո Վրաստանի միջոցով կարողանալու է երկաթգծային կապ ստանալ Սևծովի հետ կամ Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը Հայաստանի միջոցով կարողանալու է երկաթուղային կապ ունենալ Իրանի հետ, Թուրքիայի հետ պոտենցիալ։ Ուստի Երևանը Ռուբեն Ռուբինյանի խոսքով ցանկանում է, որ հնարավորինս շատ երկրներ օգտվեն Հայաստանի ճանապարհներից։ Ազգային ժողովի փոխնախագահը հավաստիացրել էր, որ Ռուսաստանում եւ Իրանում էլ ըմբռնում կա, որ Վաշինգտոնյան համաձայնությունները մեծ հնարավորություններ են բացում նաեւ իրենց համար։ Ռուբինյանը սակայն չէր հստակեցրել, արդյոք Վաշինգտոնը համաձայնություն կտա, որ դրանից օգտվեն նաեւ Թեհրանն ու Մոսկվան, որոնց հետ փաստացի հակամարտության մեջ է հիմա։ Իսկ ամերիկյան կողմի հետ դեռ հստակ պայմանավորվածություններ չկան, ինչպես է գործելու այդ ճանապարհը։ Վաշինգտոնից եկած պատվիրակության հետ բանակցություններն այսօր ամփոփում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս պայմանավորվածությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, բայց համոզված եղեք, որ այդ գլոբալ օրակարգում հենց Տրամփ թրիփ ուղու օրակարգը գտնվում է, շարունակում է գտնվել եւ Միացյալ Նահանգների եւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում մեծ բան կա, հետաքրքրություն կա, բայց այստեղ էլ այն դեպքը, որ էլի մեր բանն են, մեր ընկալումն է, որ օգոստոսի լույս 9-ի առավոտը նայում ենք էքսկավատոր ընդեղա, թե չկա էքսկավատորը, էս էլի ֆեյք հերթական, դեն չի աշխատում։ Վաշինգտոնյան հանդիպմանը Դոնալդ Թրամփը ասել էր, որ ճանապարհը գործարկելու 99 տարվա խոստում է ստացել Նիկոլ Փաշինյանից։ Երևանում սակայն ասում են, որևէ խոստում չկա։ Խոսքը մինչև 99 տարվա մասին է, որը տեսականորեն կարող է եւ շատ ավելի կարճ լինել։ Կհրապարակվեն արդյոք Ղարաբաղյան բանակցային փաստաթղթերը, ինչպես արդեն տևական ժամանակ է վարչապետ Փաշինյանից պահանջում են ընդդիմադիրները։ Դեռ հստակ չէ, հայտնի է միայն, որ 9 ամիս է արտգործնախարարությունում գույքագրում են այդ փաստաթղթերը ըստ Փաշինյանի հանձնարարականի։ Կարգավորման տարբերակների շուրջ վեճը ծագեց, երբ Փաշինյանն ու նախկին նախագահները հրապարակային մեղադրանքներ փոխանակեցին, դրանց բովանդակության շուրջ իրարամերժ հայտարարություններ անելով։
Չի հրապարակում, թող հրապարակի։ Աշխատանքները շարունակվում են զարգացումների վերաբերյալ կապահովի պատշաճ հանրային իրազեկում։ Հայաստանի արտգործնախարարության խոսնակն այսպես արձագանքեց ազատության հարցին։ Ավարտվել է Ղարաբաղյան բանակցային թղթերի գույքագրումը եւ արդյոք կա որոշում դրանք հրապարակել չհրապարակելու վերաբերյալ։ Ավելի քան 9 ամիս է անցել այն օրից, որ իմացվեց, վարչապետ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքագրել արտաքին գերատեսչությունում եղած բանակցային թղթերը։ Փաշինյանի այս հանձնարարականից առաջ նա նախկին 3 նախագահներին բանավեճի էր հրավիրել։ Ստացել մերժում։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բանավիճելու փոխարեն նրան առաջարկել էր հրապարակել Ղարաբաղյան կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած խաղաղության բոլոր, այդ թվում 2019-ի հունիսի պլանները եւ հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները։ Նաեւ ընդդիմադիր գործիչներն են կրկնել հրապարակման կոչը՝ ի պատասխան վարչապետի պնդման, թե 1994-ից, այսինքն հրադադարից հետո, բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ Ամիսներ անց Նիկոլ Փաշինյանը կրկին թարմացրեց նախկին ղեկավարների հետ բանավիճելու իր հրավերը, ի պատասխան Տեր-Պետրոսյանը հայտարարեց. Հրապարակի բոլոր փաստաթղթերը, խնդրեմ։ Հրապարակի արդեն վեճը վերջացած կրնի։ Մի հատը Սառնարանի ոտի տակից ենք հանում, մի հատը կոնդիցիոների միջից ենք հանում, մի մասը ընդհանրապես մասնավոր մարդ գալիս է, մեզ տալիս է, այդ դուք թողել եք այդ որ sense մի դարակում դրածելներ, որ դրածելներ կասեինք վերցրեք, ձեզ ենք տալիս։ Այդ հրապարակածը ձեր վիճակը չի լավացնելու, մենակ վատացնելու է, իզուր հույսեր մի կապեք։ Ընդդիմադիրների մատնանշած պլանը հենց Փաշինյանի իշխանության շրջանում է ստացվել։ Հիմա, երբ Մինսկի խումբը լուծարված է, այդ հարցում էլ կաշկանդվածություն չկա, որն է չհրապարակելու պատճառը։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասում է, քաղաքական կաշկանդվածություն չկա, բայց դրանք միայն Հայաստանի փաստաթղթերը չեն։ Եթե այն իրագործվեր, մենք կունենայինք մի իրողություն, որ ընդհանրապես պետք է 5 շրջան հետ հանձնեինք Ադրբեջանին եւ կգվեր լիակատար խաղաղություն, խաղաղարար զորքերով եւ այլն, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման հարցը շահկապվում էր Քելբաջարի եւ Լաչինի ոչ միջանցքային մասի վերադարձի հետ։ Դա նաեւ դրթելու էր Ադրբեջանին, եթե նա ուզում էր Քելբաջարը հետ ստանալ, գնալ կարևորագույն զիջումների Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ Մինչ հակփոխնախագահ Լևոն Զուրաբյանը 2019-ի պլանը փայլուն է որակում, պնդում, թե դա Արցախը հայկական կպահեր, իշխանությունից հակադարձում են բանակցային բոլոր առաջարկները, ենթադրում էին, որ Ղարաբաղը պետք է լիներ Ադրբեջանի կազմում։ Իսկ կոնկրետ ինչ կար 2019-ի առաջարկում։ Մինչ բում փաստաթուղթը չի հրապարակվում, քաղաքացիական պայմանագրի падգամավոր Արման Եղոյանը Ֆակտոր TV-ի հետ զրույցում է կարգավորման պլանի մանրամասներից խոսում։ Հրապարակում եմ, ասում եմ, կետ առաջին 5 շրջանի վերադարձ, կետ երկրորդ կոմունիկացիաները ապաշրջափակվում են, կետ երրորդ խաղաղապահներ են մտնում Լեռնային Ղարաբաղ։ Այս 3 կետի, այս ասում եմ, հրապարակում եմ, հակի ժողովուրդը եթե հիմա նայում է, թող լսի։ Միջազգային երաշխիքներ չէին, նրանք ռուսական երաշխիքներ էին, նրանք միջազգային երաշխիքներ չէին։ Ոնց եք համեմատում խաղաղ պլանի հետ, պարոն Եղոյան։ Ես պատերազմի արդյունքը չեմ համեմատում։ Ստացվում է ստանալու ենք նույն բանը, բայց հեչ նույն բանը չենք ստանալու, այսօր չկա։ Դուք երևի ուզում եք, որ ես դա ասեմ, որ վերնագիր դնեք, բայց ես չեմ համեմատում դա պատերազմի հետ։ Ես դա համեմատում եմ մեր այն ժամանակվա ժողովրդի սպասումների հետ։ 2019 թվականի փաստաթուղթը նախ սկսվում է հետևյալով. Ադրբեջանի Հանրապետության նախագահ եւ Հայաստանի Հանրապետության նախագահ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ չէր Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանն էր, բայց Արմեն Սարգսյանն երբեք չի բանակցել։ Սա ինքնին վկայում է այն մասին, որ այդ փաստաթղթերը եղել են Սերժ Սարգսյանի նախագահության ավարտին բանակցային իրավիճակի ամփոփում է։ Պնդելով, թե այդ փաստաթուղթը Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության ամփոփումներ, իշխող քաղաքացիական պայմանագիրը միաժամանակ չի հստակեցնում, ինչ է տեղի ունեցել Մինսկի խմբի համանախագահների 2019-ի այդ առաջարկների հետ։ Հակից Լևոն Զուրաբյանը պնդում է, Փաշինյանը մերժել է բանակցություններն այդ պլանի շուրջ։ Թե ազգային ժողովի խոսնակ Ռուբինյանը, թե իշխանական падգամավոր Եղոյանը միաբերան վստահեցնում են, մերժում չի եղել։ Բայց թե ինչ է եղել, եթե ոչ մերժում, կոնկրետ չեն պատասխանում։ Մենք մեր իշխանության օրոք չենք մերժել
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ առաջարկ։ Վերջ։ Հետևաբար ամեն ինչ, որ ասում է սրան հակառակ, սուտ է։ 2019-ին, եթե ընդդիմության նշած ժամանակահատվածը ճիշտ է, Նիկոլ Փաշինյանն արդեն արել էր իր հայտնի հայտարարությունը, այդ թվում, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից, այս շատ կարևոր նրբություն։ Անցած շաբաթ Փարաքարի համայնքապետի եւ նրա ընկերոջ սպանությունը Մերձանվանում իրավապահները համարում են բացահայտված։ Երկու կալանավոր կաղը տարվա սկզբին դարձյալ Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն ու Օհանյանների ընկերը։ Շրջանառվող վարկածը թե մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ողբերգությունը կապ ունի փետրվարին տեղի ունեցած սպանության հետ, շաբաթավերջին հաստատեցին նաեւ իրավապահները։ Տեղում մարդիկ կարծում են իրավապահների թերացումն է փետրվարից հետո պիտի համայնքում պատշաճ հսկողություն լիներ։ Փարաքարի համայնքապետի եւ նրա ընկերոջ սպանության գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը։ Նարեկ Օհանյանը փետրվարի 5-ին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Մյուս կալանավորվածը ըստ լրատվամիջոցների Օհանյան եղբայրների ընկերը։ Իրավապահները լավ չեն աշխատում, ղեկավարությունից է կախված։ Իրավապահները անցած շաբաթ տեղի ունեցած արյունալի այդ միջադեպը համարում են բացահայտված։ Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել սպանության օժանդակելու, իսկ Գևորգ Հարությունյանին սպանության փորձի եւ զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Սակայն Մերձավանում սպանությունը բացահայտելու իրավապահների հայտարարությունից հետո էլ բնակիչները դժգոհ են։ Այսօր շատերն էին հրաժարվում տեսախցիկների առջև խոսել։ Չներկայանալու պայմանով սակայն պնդում էին։ Իրավապահները փետրվարին տեղի ունեցած սպանությունից հետո գյուղում պատշաճ հսկողություն չեն իրականացրել։ Սպանության առաջին օրվանից Մերձավանում շրջանառվող վարկածը, թե այս միջադեպը կապ ունի փետրվարին տեղի ունեցած սպանության հետ, շաբաթավերջին հաստատեցին նաև իրավապահները։ Փետրվարին ՔՊԱ-ական նախկին վարչական ղեկավար Մեհեր Ախտոյանի տան մոտ սպանվել էր նրա ազգականը՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, որը անցած շաբաթ սպանված Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանությանն օժանդակելու համար մեղադրվող Նարեկ Օհանյանի եղբայրն է։ Ըստ քննության արդյունքների այս պահին առկա տվյալների վարկածը շարունակում է մնալ, որ սա շարունակությունն է այս տարվա փետրվարին տեղի ունեցած Մերձավանում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ընթացքում սպանվել է այս գործով ձերբակալվածի հարազատ եղբայրը։ Քննվում են արդյոք այլ վարկածներ, հայտնի չէ, բայց սպանված համայնքապետի թիմակից ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ՆԳՆ խոսնակի հայտարարությունը խայտառակ ոչ պրոֆեսիոնալ է որակում։ Սա իրավապահ համակարգի կողմից քաղաքական գնահատական տալու անթույլատրելի դրսևորում է։ Սոցիալական ցանցի իր էջում գրել է Առաքելյանը, պնդելով, թե իշխանությունը միտումնավոր է վենդետայի վարկածը շրջանառում։ Իրավապահ համակարգից պահանջում ենք շարունակել սպանության ամբողջական բացահայտման օպերատիվ աշխատանքները, զերծ մնալով տեղի ունեցածին տալ գնահատականներ, այն թողնելով դատարանի իրավասությանը։ Սպանության ենթադրյալ կատարողը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, հաղորդում են քննչական կոմիտեից, թե ինչ է պատմել չեն մանրամասնում։ Նրան օժանդակելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանը մինչդեռ ըստ ազատության տեղեկությունների առհասարակ հրաժարվել է ցուցմունք տալ։ Գյուղում այս օրերին ուժեղացված հսկողություն է։ Իրավապահները պնդում են, որ 24 ժամ հսկում են այս պատմության հետ առնչություն ունեցողների տները։ Մեր այցելության պահին հսկողության տակ էր նաև այն տունը, որտեղ ապրել է Նարեկ Օհանյանը։ Վայ խելոք էին, եթիմ մեծացած, եթիմ։ Խելոսկի ով որ լսում է զարմանում է, որ դրանք դες բան կանեին։ Փողոցում, որտեղ բնակվել է Նարեկ Օհանյանը, այսօր քիչ մարդկանց հանդիպեցինք։ Նրանք հիմնականում հրաժարվում էին խոսել։ Մինագինամ, այդքան բան։ Գյուղում այսօր ընդհանուր առմամբ քչախոս էին։ Գյուղացին ցավակցում, այս sense ասեմ։ Եթե շուտ դեմ առնեն, այսքան բան չի։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Որպես պատիժ նշանակել ազատազրկում։ Դատախազը 2.5 տարվա ազատազրկում պահանջեց Միքայել arczepiskopos Աջապահյանի համար, դատավճիռը կլինի ուրբաթ օրը։
Քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջայինների կիրառումը դպրոցներում։ Բացառապես կրթական նպատակներով Մոլդովայի նախագահի Եվրոպամետ կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում։ Դատախազը 2.5 տարվա ազատազրկում է պահանջել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի համար։ Անցած շաբաթ մոտ 40 օր տևած դատաքննությունից հետո Աջապահյանը արդեն իսկ մեղավոր էր ճանաչվել իշխանությունը զավթելու կոչի համար, բայց պատժաչափը մինչ օրս չի որոշվել։ Դատարանը վճիռը այս մասով կհրապարակի ուրբաթ օրը։ Շիրակի թեմի առաջնորդն իրեն մեղավոր չի ճանաչում, գործընթացը քաղաքական հետապնդում է համարում։ Դատախազը 2 տարի 6 ամիս պահանջեց իշխանության զավթման կոչի համար մեղադրվող Միքայել arczepiskopos Աջապահյանի համար։ Միջնորդում եմ մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով, հաշվարկելով մեղադրյալի կողմից փաստացի արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը։ Հանցագործությամբ պատճառված գույքային վնասը առկա չէ, գույքային հայց չի ներկայացվել, բռնագրավման ենթակա եւ արգելանքի տակ գտնվող գույք առկա չէ։ Գրավոր ապացույցները միջնորդում են թողնել քրեական գործի նյութերում։ Իրեղեն ապացույցները առկա չեն։ Կիրառված խափանամիջոցը թողնել անփոփոխ, մինչև դատավճիռ օրինական ուժի մեջ մտնելը, իսկ վարույթային ծախսեր առկա չեն։ Շիրակի թեմի առաջնորդին մեղավոր ճանաչելուց հետո դատարանը լրացուցիչ լսումներ էր նշանակել պատժաչափը որոշելու համար։ Սրբազան Աջապահյանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում։ Ինքը Շիրակի թեմի առաջնորդը մեղադրանքը չի ընդունում եւ այս ամենը որակում է որպես քաղաքական հետապնդում։ Փաստաբանական թիմը ամբողջ դատավարության ընթացքում եւս պնդում էր, որ գործընթացն ամբողջությամբ ապօրինի է եւ արդար դատավճիռ չի սպասում դատարանից։ Այս համար պարզ է նաեւ, որ մեղադրողը ազատազրկում է պահանջելու 2 տարի 6 ամիս դատարաններ հետո երևի 2 տարի կնշանակի այսպես հոգատարություն ցույց տալով կամ դատախազի ասացի կհաստատի, դա կանխատեսելի է պատվազան դատարան։ Մենք այս դատարանում ցավոք արդարադատության զգացում չունեցանք։ Հայ առաքելական եկեղեցու, այսինքն մեր հայ ազգի կրոնի հոգևոր հավատքի ինքնություններից մեկն է, Շիրակի թեմի առաջնորդն է, եւ այս ամեն ինչը ասած ոչ մի ազդեցություն չունի։ Հասկանում եմ, չէ՞, որովհետև քաղաքական կուրսը այդպեսին է։ Որովհետև այն որ ասում եք քաղաքական չի, չմոռանանք, չէ՞, հոդվածը ինչ է, իշխանություն զավթելու բռնի կոչ, ումով սկսեց այս գործը իշխանության ներկայացուցիչի հրապարակումից, եւ այդ իշխանությունը ասում է, որ այսօր եկեղեցին արժեք չունի, եւ հիմա այդ եկեղեցու վառ ներկայացուցիչներից մեկին դուք ապօրինի մեղավոր ճանաչեցիք, մեղադրողները եկել է այդ մասը ոչինչ չի ասում։ Նիստի ավարտից հետո Նաթան arczepiskopos-ը լրագրողների հետ կարճ ճեպազրույցում ասաց, որ այս ամենից տպավորություն է ստացել, որ իրական Հայաստանում փորձում են ընդամենը մեկ հեղինակություն ունենալ։ Օրհնեց, որ անարդարադատության ճարտարապետների զավակները երբեք նման բախտի չարժանանան։ Ցավում եմ, որ մենք այսօր նման իրականության առջև են կանգնում այսպես կոչված իրական Հայաստանում։ Այսօր ծրագիրը Հայաստանյայից առաքելական եկեղեցին հեղինակազրկել, որովհետև իրական Հայաստանում միայն մեկ հեղինակություն կարող է լինել, մյուսները որևէ կերպ պիտի ոչնչացվեն, բայց թող մի բան իմանան, Աստուծո տված հեղինակությունը մարդը չի կարող խափանել։ Թե ինչ պատժաչափ կորոշի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հայտնի կդառնա արդեն շաբաթվա վերջին հոկտեմբերի 3-ին ժամը 17:30-ին։ 72-ամյա Ռաֆայել Սարգսյանն էլ է մեղադրյալի աթոռին հայտնվել հարցազրույցում արած մի արտահայտության համար։ Նույնպիսի արտահայտություն եւ ոչ մեկ անգամ իրեն թույլ է տվել օրինակ նաեւ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Միայն թե վերջինիս դեպքում դատախազությունը խնդիր չի տեսել։
Խորհրդարանում իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի այս արտահայտությունը սպառնալիք չէ, պատգամավորն էլ որևէ պատասխանատվության չի ենթարկվի։ Այսպես է որոշել Երևանի դատախազը։ 2 ամիս առաջ Հովհաննիսյանը ոչ միայն սեռական հայհոյանքով ու այս արտահայտությամբ դիմել էր ընդդիմադիր պատգամավոր Արման Սարգսյանին, այլև ջրի շիշ էր շպրտել նրա ուղղությամբ։ Ինչպես են իրավապահները եկել նման եզրահանգման, գլխավոր դատախազությունն ազատության հարցմանի պատասխան չի մանրամասնում։ Ընդ որում սա ԿՊԱ-ական պատգամավորի կողմից ընդդիմադիրներին ուղղված առաջին նման արտահայտությունը չէ։ 2 տարի առաջ կրկին խորհրդարանում ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանին էր սպառնացել, լեզուն ու ականջը կտրել, ընդունել, որ սպառնում է, բայց դատախազությունը սա էլ սպառնալիք չէր որակել։ 72-ամյա Ռաֆայել Սարգսյանին մինչդեռ այս խոսքերի համար հասցրել են դատարան, նստեցրել մեղադրյալի աթոռին։ Ժամանակներ որ մենք ենք ապրում, ես ճարեմ մանգալը Նիկոլին բռնեմ վիզը փոկը։ 2 ամիս առաջ ծերունին հարցազրույց էր տվել, դժգոհել ու քննադատել վարչապետ Փաշինյանին։ Հիմա մեղադրվում է սպանության սպառնալիքի համար։ Գործն արդեն դատարանում է, մեղադրանքը հաստատվելու դեպքում Սարգսյանին սպառնում է կամ տուգանք, կամ ազատության սահմանափակում առավելագույնը 2 տարով, կամ էլ 2 ամսով ազատազրկում։ Այս դեպքում իհարկե մենք ունենք ընդդիմադիրների նկատմամբ խտրական վերաբերմունք օրենքի կիրառելիության տեսանկյունից։ Նույն կերպ պատասխանատվության չի ենթարկվի նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը Տարոն Չախոյանը Facebook-յան էջում պատասխանելով դաշնակցական գործընկերների քննադատությանը գրել էր. Ամեն հաչացող շան վրա պետք չէ քար նետել։ Մեքենայի հետևից վազող շունն էլ է հաչում, բայց չի նշանակում, թե կարող է նստել ղեկին ու քշել։ Սա ի պատասխան այն հարցմանը, թե ինչու չեմ արձագանքում իմ հասցեին էժան ստերին։ Մի քանի ծակ դաշնակի կախկանձոցը ապացույց է, որ ամեն շնագայլ իր տեղում է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 3 ամիս քննելու եզրակացրել է իշխանական գործիչը որևէ օրենք չի խախտել։ Ավելին դրան գրել է ի պատասխան իր հասցեին արված քննադատության ոչ թե պաշտոնական, այլ անձնական էջում, չի գրել խիստ անպատշաճ, գռեհիկ անձնական վիրավորանք։ Նրա խոսքերն ուղղված են եղել քաղաքական գործիչներին, որոնք պետք է հանդուրժող լինեն քննադատության, անգամ վիրավորական խոսքի նկատմամբ։ Զարուհի Հովհաննիսյանը հիշեցնում է հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանի խոստումները ատելության խոսքին վերջ տալու ու հանդուրժողականության մասին։ Այդ ատելության բառապաշարը ցավոք սրտի եկել է հենց իշխանական մակարդակից եւ խրախուսվում է հենց այդ մակարդակով։ Քաղաքապետարանը ցանկանում է առաջինից 6-րդ դասարանցիներին արգելել միացված հեռախոս ունենալ դասապրոցեսի ժամերին։ Ավելի բարձր դասարաններում օգտվել սահմանափակումներով։ Վերջնական որոշում դեռ չկա, չի բացառվում, որ վերջնական որոշումը դպրոցների հայեցողությանը թողնվի, իսկ Երևանում արդեն կան դպրոցներ, որ իրենց աշակերտների համար բջջայինները մի քանի տարի է արգելել են որոշ բացառություններով։ Ֆիզկուլտուրա է իրենց մոտ, որից հետո անմիջապես տուն են գնալու։ Այդ իսկ պատճառով 1 ժամ շուտ են բաժանում հեռախոսները։ 8-ից 15-ից մինչև 2-ը հեռախոսները այստեղ են լինում։ Դասերի, դասամիջոցների ընթացքում Երևանի համար 2 հիմնական դպրոցի աշակերտներին արգելված է բջջայինից օգտվելը։ Բացառությամբ այն դեպքերի, երբ դա դասագրքով է պահանջվում։ Նոր դասագրքերում հավելյալ տեղեկություններ ստանալու համար ներմուծվել են QR կոդեր, որոնք առանց բջջայինի հնարավոր չէ օգտագործել։ Այս դպրոցի տնօրինությունը մայրաքաղաքի մի քանի այլ դպրոցների նման 3 տարի առաջ ինքնուրույն է որոշել արգելել բջջայինները։ Ուրախություն մեր ծնողները շատ ակտիվ համագործակցում են եւ կիսում են դպրոցի որոշումները, չնայած որ նաեւ համատեղ ենք այդ որոշումը կայացրել, այնուամենայնիվ գիտակցում ենք, որ հեռախոսը թերևս երեխայի համար պետք է լինի միայն կապի միջոց։ Հիմա արդեն Երևանի քաղաքապետարանն է ցանկանում սահմանափակումներ մտցնել։ Քաղաքապետարանի կրթության վարչությունը մասնավորապես առաջարկում է առաջինից 6-րդ դասարանցիներին արգելել դասաժամերին, միջոցառումներին եւ նույնիսկ դասամիջոցների ընթացքում ունենալ միացված հեռախոս, իսկ 7-ից 12-րդ դասարաններում էլ սահմանափակումներով օգտվել հեռախոսներից։ Քաղաքապետարանն առայժմ առաջարկությունն ուղարկել է դպրոցներին դիտարկումներ ստանալու համար։ Խոսքը միայն հեռախոսների մասին չի, պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների մասին է, խիստ սահմանափակումներ, բացառապես կրթական նպատակներով եւ ուսուցչի հրահանգով եւ վերահսկողությամբ։ Դա կարող է շաբաթական 1-2 անգամ տեղի ունենալ։ Փորձականները սկզբում որոշակիորեն մի փոքր կնդվզեն այս մեր որոշմանը, բայց կրթության որակի վրա, նրանց առօրյայի, նրանց նույնիսկ երջանկության վրա վստահորեն այս արգելքները դրականորեն են ազդել։
Բջջայինների արգելքը այս դպրոցում շատ աշակերտների սրտով չէ, ամեն մեկն իր պատճառն ունի։ Ոմանք անգամ արդեն գտել են սահմանափակումները շրջանցելու իրենց տարբերակը։ Կողմեք, չէ, բայց իմ հեռախոսին մոտ։ Ոմանք էլ տևական ջանքերից հետո համակերպվել են, որ մի քանի ժամ հեռախոսներից չեն կարողանալու օգտվել։ Կամաց ընտելանում ենք։ Իսկ փորձել եք շրջանցել արգելքը։ Դե հա, բայց չի ստացվում։ Մի անգամ ստացվել է, հետո ընկեր բաբանը հեռախոսը վերցրել է, երկար ժամանակ չի վերադարձել, արդեն չի ստացվում։ Արդեն ոչ մեկ էլ չի փորձում։ Շատ երեխաներ իրականում, ոնց ասեմ, լարվում են իրենց իրի համար, չեն ուզում իրենց իրը ուրիշին տալ, բայց նաև այն դրական կողմեր ունի, քանի որ եթե մեր հեռախոսները չհավաքեն եւ ամեն ժամին նրանք մեր մոտ լինեն, պարզա բոլորը որոշելու են, ուզենալու են զբաղվեն, ժամ նայեն, անդադ միացնելու են հեռախոսները եւ դասը խանգարվելու է։ Ուսուցիչները պնդում են, բջջայինների արգելքը դասապրոցեսին չի խանգարում։ Հակառակը օգնում է, որ աշակերտները կենտրոնանան դասերի վրա։ Միաժամանակ ընդունում են, որ որոշ դեպքերում ստիպված են լինում իրենք իրենց սահմանած արգելքը խախտել։ Տեսեք, եթե անհրաժեշտություն է լինում, մենք խնդրում ենք դասղեկներին տվյալ պահին տրամադրում են եւ այդ պահին երեխաները աշխատում են եւ էլի հետա վերադարձում դասղեկը, որովհետեւ առանձնապես խնդիր չենք տեսնում։ Մյուս կողմից էլ մենք դպրոցում ունենք արդեն էլեկտրոնային սենյակներ, որտեղ երեխաներն արդեն տվյալ սենյակներից օգտվում են եւ տվյալ նյութերը կարողանում ենք նաեւ այնտեղ դիտարկել։ Մենք առաջին դասից մի մեթոդ, այսպես ասած, ունենք, պահում ենք հեռախոսը պայուսակի մեջ, անջատում ենք, եթե հանկարծ միացնում են հեռախոսը, իրենք կամ միացրած ես տեսնում եմ, հեռախոսը մեկ օրով եմ առաջին անգամ վերցնում, երկրորդ անգամ տեսնելիս ձրկում եմ մեկ շաբաթով, երրորդ անգամ տեսնելիս մեկ ամսով, այդ պայմանը մենք ունենք։ Մինչդեռ քաղաքապետարանն առաջարկում է առաջինից 6-րդ դասարանցիներին ամբողջովին արգելել դասաժամերին, միջոցառումների եւ նույնիսկ դասամիջոցների ընթացքում օգտվել հեռախոսից։ Արդյոք ամբողջական արգելքը խնդիր չի առաջացնի սովորողների համար։ Քաղաքապետարանից հայտնում են, առաջարկությունները վերջնական չեն, ուսուցիչների հետ քննարկումներից հետո կարող է վերանայեն դրանք։ Աշակերտներին հեռախոսները հաճախ հենց դասագրքերի QR կոդերը բացելու համար են անհրաժեշտ լինում, իսկ դրանք որոշ դեպքերում ուղղակի չեն աշխատում։ Այսօր հենց մեր նկարահանման ընթացքում սովորողները չէին կարողանում բացել մաթեմատիկայի դասագրքի QR կոդը։ Կարծես չէ։ Տեսնենք ինչ է կատարվում Հայաստանից դուրս։ Երեկ Մոլդովայում կայացած խորհրդարանական ընտրությունների առաջատարը Եվրոպամետ նախագահ Մայա Սանդուի կուսակցությունն է, որը ստացել է ավելի քան 40% ձայն եւ հնարավորություն ունի պահպանել խորհրդարանական մեծամասնությունը։ Երկրորդ տեղում է պրոռուսական դիրքորոշմամբ հայտնի հայրենասիրական բլոկը, որը հավաքել է շուրջ 28%։ Նախորդին նախագահ Մայա Սանդուն քաղաքացիներին կոչ էր արել աջակցել Եվրոպամետ ուժերին, պնդելով, թե Ռուսաստանը $100 միլիոն է ծախսում ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար։ Մոսկվան մեղադրանքները հերքում է։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի Եվրոպամետ գործողություն եւ համերաշխություն կուսակցությունը հաղթել է երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում ռուսամետ հայրենասիրական դաշինքից 2 անգամ շատ ձայն հավաքելով։ Մայա Սանդուն այս ընտրությունները Մոլդովայի եվրոինտեգրման ճանապարհին վճռորոշ իրադարձություններ որակում, հայտարարելով Ռուսաստանից զանգվածային միջամտությունների մասին։ Մոլդովայի ընդդիմությունը մեղադրանքներն անհիմն է որակում։ Կրեմլն էլ այս ամբողջ ընթացքում կոշտ էր արձագանքում։ Հակառուսական հիստերիա, որի նպատակը վերընտրվելն է, չնայած երկրի վատ թարացող տնտեսական վիճակին։ Այս ընտրություններից շատ բան է կախված մեր երկրի համար։ Մոլդովան ժողովրդավարությունն ամրապնդելու, իր տարածքը պաշտպանելու ու եվրոինտեգրման ճանապարհը շարունակելու հնարավորություն կունենա։ Ընտրություններին 1.6 միլիոն մարդ է մասնակցել։ Սանդուի կուսակցությունը 50% ձայն է հավաքել եւ խորհրդարանում դարձյալ մեծամասնություն կկազմի։ Գլխավոր մրցակից հայրենասիրական բլոկը 25%-ի շեմը չի անցել։ Քվեարկության նախաշեմին Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը արգելեց ընդդիմադիր երկու կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին։ Իշխանությունը պնդում է, թե այդ ուժերը կապեր ունեն Կրեմլի հետ։ Ընդդիմությունն այս քայլերը քաղաքական ներկայացում որակեց։ Թեժ մրցապայքարից բացի այս ընտրություններն առանձնացան մասնակցության ավելի բարձր ցուցանիշով։ Ընտրատեղամասեր են գնացել քաղաքացիների ավելի քան 52%-ը։ Հուսով են փոփոխություն կլինի, բոլորն էլ ուզում են, որ լավ լինի, լավ աշխատավարձով աշխատատեղեր ունենանք, որ մարդիկ ստիպված չլինեն գնալ երկրից։
Կարծում եմ շատ երիտասարդներ են սկսել ընտրությունների գնալ, այդ թվում նաև ես։ Առաջին անգամ էի քվեարկում, կարծում եմ մեզ պայծառ ապագա է սպասվում։ Մենք հնարավոր ամենաճիշտ ուղու վրա ենք, ընդհանուր առմամբ բրավո, պասի օգտին եմ քվեարկել, որովհետև ուզում եմ Մոլդովան դեպի Եվրոպա գնա, որ մարդիկ լավ ապրեն։ Ես ուզում եմ դեպի Եվրոպա գնալ, որովհետև Գերմանիայում, Իտալիայում, Չեխիայում շատ բարեկամներ ունեմ, որոնք լավ են ապրում։ Ընտրություններն առանց միջադեպերի չեն անցել։ Մոլդովայում եւ այլ երկրներում բացված ընտրատեղամասերում ռումբերի տեղադրմանը հազանգեր են եղել։ 3 անձ ձերբակալվել է։ Այս միջադեպերի համար իշխող կուսակցությունից սլաքները դարձյալ Մոսկվայի կողմ են թեքում։ Ընդդիմությունն էլ պնդում է, թե իշխանությունները խոչընդոտել են ընտրողների քվեարկությունն անջատողական մերթ Դնեստրում, որտեղ մեծամասնությունը ռուսամետ հայացքներ ունի։ Հայրենասիրական դաշինքի առաջնորդ Իգոր Դոդոնը ձայների հաշվարկն էլ չսկսված ընդդիմության հաղթանակի մասին էր հայտարարում։ Կոչ եմ անում վաղը ժամը 12-ին հավաքվել խորհրդարանի մոտ պաշտպանելու մեր հաղթանակը։ Իսկ արդեն հաշվարկից հետո ընդդիմությունից հայտարարում են չեն ընդունում արդյունքները։ Նախկին նախագահ Դոդոնը պնդում է հենց երկրի ներսում ընդդիմությունն ավելի շատ ձայն է հավաքել։ Մայա Սանդուի կուսակցությունը մեծամասնություն է ապահովել միայն Սփյուռքի հաշվին։ Մոլդովայում ընտրելու հնարավորություն ունեին նաև այլ երկրում բնակվող քաղաքացիները։ Ընտրությունների վերաբերյալ վերջնական գնահատականներ չտալով Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Ռուսաստանում ապրող 100,000-ավոր մոլդովացիները քվեարկությանը մասնակցելու հնարավորություն չեն ունեցել։ Ամբողջ երկրում ընդամենը 2 ընտրատեղամաս է գործել։ Ընդդիմության աջակիցներն այսօր խորհրդարանի դիմաց բողոքի ցույց էին իրականացնում։ Մինչ ընդդիմությունը բողոքում է, եվրոպական առաջնորդները եվրոինտեգրման ճանապարհին Մոլդովային աջակցելու մասին են հայտարարում։ Եվրոպա, ժողովրդավարություն, ազատություն, գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Միացյալ Նահանգներն Ուկրաինային թույլ է տվել հարվածել Ռուսաստանի խորքերին։ Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի հարցերով նախագահ Թրամփի հատուկ բանագնացը։ Քիթ Քելոգի խոսքով այդ մասին են վկայում վարչակազմի առաջնորդների վերջին հայտարարությունները։ ԱՄՆ նախագահը նախկինում մերժել է Ուկրաինային մեծ հեռահարության հրթիռներ վաճառելու խնդրանքները եւ հայտարարել, որ Կիևը ստիպված կլինի տարածքներ զիջել հակամարտության կարգավորման համար։ Դոնալդ Թրամփը սակայն վերջերս հայտարարում է, որ հիասթափված է Պուտինից, անցած շաբաթ հայտարարեց Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի աջակցությամբ Ուկրաինան կարող է հետ վերցնել Ռուսաստանի գրաված բոլոր տարածքները։ Մինչ այդ Մոսկվան եւ Կիևը հաղորդում են ԱԹՍ զանգվածային հարձակումների մասին։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար նորություններին հետևեք ազատություն.am կայքեջում եւ սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական հաջորդ թողարկումները եթերում կլինեն վաղը ժամը 16-ից։ Հաջողություն։